Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 5. Եթե ես եմ վկայում իմ մասին, իմ վկայությունը հավաստի չէ։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, և դուք գիտեք, որ հավաստի է այն վկայությունը, որ նա վկայեց իմ մասին։ Հովհաննեսի մոտ դուք մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։ Բայց ես մարդկանցից չէ, որ վկայություն եմ առնում, այլ այս ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսն էր ճրագը, որ վառված էր և լույս էր տալիս, և դուք կամեցաք միառժամանակ ցնծալ նրա լույսով։ Բայց ես ավելի մեծ վկայություն ունեմ, քան Հովհաննեսինը, այն գործերը, որ Հայրն ինձ տվեց, որ կատարեմ։ Այդ նույն գործերն իսկ, որ անում եմ, վկայում են իմ մասին, թե Հայրն է ուղարկել ինձ։ Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա է վկայել իմ մասին։ Դուք ոչ նրա ձայնն եք երբևէ լսել, և ոչ էլ նրա երեսն եք տեսել։ Եվ ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ բնակված, որովհետև ում նա ուղարկեց, դուք նրան չեք հավատում։ Քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե նրանցով հավիտենական կյանք կունենաք։ Բայց այդ գրքերն իսկ վկայում են իմ մասին, որովհետև դուք կարծում եք, թե հավիտենական կյանք ունեք։ Եվ դուք չեք կամենում դեպի ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց գիտեմ ձեզ, որ Աստծու հանդեպ սեր չունեք ձեր մեջ։ Ես եկա իմ Հոր անունով, և ինձ չեք ընդունում։ Եթե ուրիշ մեկը գա իմ անունով, նրան կընդունեք։ Դուք ինչպե՞ս կարող եք հավատալ, քանի որ իրարից եք փառք առնում և չեք որոնում այն փառքը, որ միակ Աստծուց է գալիս։ Մի կարծեք, որ ես Հոր մոտ ձեզ պիտի ամբաստանեմ։ Կա մեկը, որ որպես ամբաստանող կկանգնի ձեր դեմ, Մովսեսը, որի վրա դուք հույս եք դրել։ Որովհետև եթե դուք հավատայիք Մովսեսին, կհավատայիք այդ դեպքում ուրեմն և ինձ, քանի որ նա հենց իմ մասին է գրել։ Իսկ եթե նրա գրածներին չեք հավատում, իմ խոսքերին ինչպե՞ս պիտի հավատաք։